մի փոքր լրացնեմ պարոն Սուրենյանցը շատ հանգամանալից անդրադարձավ, այո, ինչի է ձգտում, տեսեք, այդ ուրախ ավտոբուսը և այդ խաղարկությունը, չէ, շատ դեպքերում խելամիտ մարդկանց թվում է, թե իրենք հակաքարոզչությամբ են զբաղվում, իրենք իրենց համար հակաքարոզ, բայց իրենց համար արդեն կապ չունի, պետք է իրանք ուղղակի լինեն ուշադրության կենտրոնում, ամրապնդեն իրենց էլեկտորատը և ապաթիայի ենթարկեն են մարդկանց, ովքեր որ բանի մեջ են, տատանվում են, գնան ընտրատարած թե չէ, այո, իրենց նպատակը այսօր մասնակցությունը իջեցնելն է, հստակ հաշվարկ կա, եթե մենք հավատում ենք, որ 20-21% ունի այսօրվա Նիկոլ Փաշինյանը և քաղաքական իշխանությունը վարկանիշ, էլեկտորալ վարկանիշ այս առումով, ապա դա շուրջ 480-500 հազար ընտրող է, վարչական ռեսուրսը հետը և նաև գաղափարակիցները, այո, մենք պետք է իմանանք, որ մեր ժողովրդի, մեր հանրության, մեր հայրենակիցների մի մասը գաղափարակից է այսօրվա իշխանությանը, մենք իհարկե իրենց հետ պետք է հետո քարոզչական աշխատանք տանենք, օգնենք իրենց, կրթենք իրենց ցենզը բարձրացնենք, բայց այսօր մենք կենտրոնանում ենք շատ ավելի կարևոր հարցի շուրջ, պետք է փոխենք, բեկենք, հետևաբար, եթե 40-45% է մասնակցությունը, ապա այդ 21-ը ընդհանուրի մեջ, այսինքն 480-500-ը մոտենում է 50+-ին, հասկանում եք, այնքան տրիվիալ է, որ պետք է նույնիսկ էլեմենտար մաթեմատիկայով խոսել մեր ժողովրդի հետ, և տեսեք, եթե վերցնենք Արման Թաթոյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպանը, իր որևէ գործունեության որևէ ժամանակաշրջանում երբևիցե չի ձգտել կամ չի պատկերացրել, որ ինքը պետք է դասական քաղաքականություն մտնի և պայքարի իշխանության համար, ինքը և իր կողքը շուրջը համախմբված իր գաղափարակիցները, այդ թվում նաև ձեր խոնարհ ծառան, մենք մուտք են գործել միմիայն պատասխանատվության, գիտակցման այդ դրդապատճառներով և մի շատ կարևոր հանգամանքից ելնելով, որ 21 թվականի համեմատ ժողովուրդն ունենա այլ ընտրանքներ, հասկանում եք, պարոն Սուրենյանը դրա մասին ասեց, դա շատ կարևոր է, մենք պետք է քարոզենք գնալը ընտրատեղամաս, ասենք հարգելի հայրենակից, սիրելի հայրենակից, գնա ընտրության, տեսեք գաղափարական առումով հակաիշխանական դաշտը բազմազան է, իրենք նույնն են իրենց գաղափարախոսական և ազգային պետություն կերտելու իրենց ձգտումներով, թերևս ունեն նաև որոշակի տարբերություններ բնականաբար, բայց ներկայացված է հակաիշխանական դաշտը զանազան այս պարագայում այո 4 համախմբման կենտրոններով և մենք են կուսակցություններին, որոնք որ այսօր նաև միտք ունեն առանձին կամ մասնակցություն ունենալ այս ընտրություններին, մենք նաև զրուցում ենք իրանց հետ, բանակցում ենք իրանց հետ, իրանց խնդրում ենք, որ լավ գնահատեն իրենց ուժերը, հանկարծ չփոշիացնեն, որովհետև 21 թվականի 20-22% փոշիացումը բերեց մի այնպիսի իրավիճակի, դուք ինձանից լավ գիտեք, թե ինչպիսի սահմանադրական մեծամասնություն ձեռք բերեց այսօրվա իշխող կուսակցությունը և դա դառավ չարիք այս 5 տարիների իրականացվող այս անընդհատ զիջումների, անընդհատ անկումների։ Հետևաբար, եթե ամփոփեմ, այս ընտրությունները, որոնք որ մենք բնորոշում ենք որպես օրհասական, սա վերջնակետն է, ըստ էության, սա կարող է դառնալ կամ վերջնակետ, կամ բեկման կետ։ Ընտրությունն մեր ժողովրդինն է, և այս անգամ, սիրելի հայրենակից, սիրելի ժողովուրդ, հակաիշխանական դաշտը ներկայացված է բազմաթիվ ուժերով։ Գնացեք ընտրությունների և ընտրեք ձեր սրտի հակաիշխանական ուժին։ Սա շատ կարևոր է։